1 տարի է ինչ պայքարի մեջ եմ մտել Երևանի քաղաքապետարանի հետ, կարմիր գծերի հետ կապված, քանի որ սկզբունքորեն անընդհատ կանգնում եմ, հաշվի չառնելով մատուցած ծառայությունները, ճակերտավոր ասված, վերջը մտա դատական գործի մեջ, այսինքն նիստին մասնակցեցի, առարկություններս ներկայացրեցի, իրենք հաշվի չառան եւ որոշեցի դատարան տամ, որովհետեւ չեմ համարում, որ parking city, parking, չգիտեմ, նույնիսկ չեմ ուզում հստակ իմանամ իրենց company անունը, որևէ ծառայություն չեն մատուցում, որ ես վճարեմ դրա համար։ Ինչևէ վճիռը ստացա 1.5 ամիս հետո, անկեղծ ասած 4 օր նույնիսկ ծրարը չէի բացում, այնքան ջղայնացած էի, քանի որ գիտեի, որ մերժվել է։ Մի օր չգիտեմ ինչու մտքովս անցավ, ասի մի հատ բացեմ նայեմ։ Կարդամ ձեր բողոքը, ձեր հայցը բավարարված է։ Զանգել եմ մամաս, այդ ժամանակ քաղաքում չէի, զանգել եմ մամայի, զանգել եմ ամուսնուս, որ զարմացած իսկապես, որովհետև ինձ ասել էին, որ մերժվել է։ Այդպես անցավ նոր տարի ուրախ զվարթ, բան, անցավ 1 ամիս եւ ստանում եմ նոր թուղթ վերաքննիչից, որ քաղաքապետարանը վերաքննիչ է տվել։ Ինձ շատ զարմանալի էր նա, որ ուրեմն իրենք ոչ մի նիստի չեն մասնակցել։ Ես եթե նիստում ասել եմ, որ թող մատուցեն ծառայություն, իրենք ոչ եկել են բացատրել են ինչ ծառայություն են իրենք մատուցում, ինչ են անում, ոչ մի բան չի եղել։ Եվ հիմա 1 ամիս հետո վճռից որոշում են, որ պետք է տան վերաքննիչ։ Ինչ շատ զարմանալի է, թե այս ամենը ինչի է արվում։ Ես չեմ ուզում որևէ մեկի հետ ինչ որ անիմաստ պայքարի մեջ մտնեմ։ Իմ նպատակը նա է, որ եթե մարդիկ գանձում են գումար, տան ծառայություն, ընդհանրապես դա է։ Այսինքն, օպերայի օրինակ Բաքում բավական իհարկե թանկ է, ժամը 200 թե 300 դրամ է, բայց քո ընտրությունն է կանգնես, թե չէ, իրանք շլագբաում են դրել, իրանք փորել են, parking են մեծ սարքել, ասենք, օքեյ, դրա եթե ուզում եմ կայանեմ, ես կվճարեմ, բայց այս դեպքում կարմիր գծերը ոչ մի ծառայություն չի մատուցում։ Ես գտնում եմ, ես ինձ խաբված եմ զգում, ինչի համար վճարեմ։ Ոնց որ վճարես ինչ որ ապրանքի համար եւ դա չվերցնես։ Չգիտեմ ինչպես կավարտվի այս ամեն ինչը, ի օգուտ ինձ, թե ի օգուտ իրենց, բայց իհարկե հույսով եմ, որ ի օգուտ ինձ կավարտվի, որովհետեւ այսքան ջանքը, որ այսքան իմ ժամանակը, իմ երեխայի հաշվին, իմ ընտանիքի հաշվին ես որ ծախսել եմ եւ իրենց նիստերի եւ դատարանների վրա, հույսով եմ, որ անիմաստ չի կորի եւ ասեմ, որ մինչեւ վերջ գնալու եմ, մինչեւ չգիտեմ Եվրոդատարան եթե պետք լինի, կմիավորեմ իմ բոլոր ընկերներին, կմիավորեմ բոլորին, ում հնարավոր է, որ ասենք այս հարցը լուծվի։ Ես չեմ ուզում խաբված լինեմ ընդհանրապես։